Բարև ձեզ սիրելի բժիշկ առաջնորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք եւ վայելում եք այս գարնանային եղանակը։ Ամ, Այսօր ձեզ հետ խոսելու եմ ռազմավարական պլանավորման մասին, որը ձեզ կօգնի անցնել այդ անձնական տեսլականից, որի մասին արդեն իսկ խոսել ենք, դեպի թիմային ռազմավարություն։ Ոնց ենք մենք հասկանում այդ կամուրջը։ Այսինքն դուք արդեն արել եք այն դժվար մասը, դուք ձևավորել եք ձեր անձնական տեսլականը եւ մտածել եք ձեր OKR-ների մասին, ու դա մենք համարում ենք, որ ձեր հենց ինքնաճանաչման հիմքն է։ Հուսով եմ նաեւ ավելի շատ ժամանակ եք ունեցել մտածել սրա շուրջ եւ հասկանալ, թե ինչի եք ուզում հասնեք դուք անձամբ եւ ինչի եք ուզում հասնել որպես բժիշկ առաջնորդ։ Մեր հաջորդ քայլը արդեն պետք է լինի ավելի կազմակերպական քայլեր, այսինքն մենք թիմի եւ կազմակերպության մակարդակով ռազմավարական պլանավորման մասին ենք խոսում, եւ դուք պետք է ոնց որ ստեղծեք այդ ուղղությունը դեպի ընդհանուր ապագա ձեր թիմի հետ համատեղ։ Ստեղ մի փոքր quote ունեմ, գրած է ինքդ քեզ ղեկավարելը մի բան է, իսկ ուրիշներին ընդհանուր ապագայի ուղղությամբ տանելը մեկ այլ։ Այսօր խոսելու ենք հենց նրա մասին, թե դուք ոնց եք կարող ձևավորել այդ տեսլականը ձեր թիմի հետ համատեղ եւ ոնց եք կարող նրանց ձեզ հետ տանել այդ ուղղությամբ։ Okay. Մի հատ հետ։ Ինչ է ռազմավարական պլանավորումը եւ ինչու է այն կարեւոր։ Գիտեմ արդեն Մարինեն Արզումանյան խոսել է սրա մասին, բայց մի փոքր նորից հիշեցնեմ, որ սա շատ կարևոր է ընդհանուր առմամբ պլանավորել ձեր քայլերը, հասկանալ ինչի եք այս ամեն ինչը անում եւ ինչ ուղղությամբ եք գնում։ Եվ գուցե դուք մտածեք, որ սենց մեծ ռազմավարություններ ստեղծելը կամ ընդհանուր առմամբ ես մտածելը մի քիչ ավելի շատ հիվանդանոցների կամ մեծ կլինիկաների համար է, բայց ոչ, մենք համարում ենք, որ նույնիսկ 3-5, նույնիսկ 2 հոգանոց թիմի համար սա կարող է օգուտ բերել, եւ դուք կարող եք ոնց որ տանել ձեր թիմը այն ուղղությամբ, որով որ ուզում եք։ Առաջի քայլը դրա առաքելությունը տեսլականն է, դուք արդեն մտածել եք ձեր առաքելության եւ տեսլականի մասին, բայց գուցե պետք է նստեք եւ թիմի հետ մտածեք, թե ձեր ընդհանուր տեսլականը որն է։ Հետո պետք է ձևավորեք արժեքներ եւ նպատակներ, նորից մենք ժամանակ ենք ունեցել ձեր հետ անցյալ ռիթրիթի ժամանակ մտածել ձեր արժեքների մասին եւ հիմա դուք հնարավորություն կունենաք գուցե նույն բանը անել ձեր թիմի հետ, որ որոշեք ձեր թիմային արժեքները եւ նպատակները որոնքն են։ Հետո պետք է արդեն մշակեք ձեր գործողությունների պլանը, ժամկետները եւ նշաձողերը, որոնք կօգնեն ձեզ քայլ առ քայլ հասնել այդ նպատակներին։ Եվ իհարկե վերանայում եւ հարմարեցում, քանի որ ռազմավարական պլանավորումը միանգամյա ինչ-որ գործողություն չի, այլ ինքը ոնց որ կանոնավոր ռիթմ է, որի մեջ մենք պետք է ընկնենք, մենք պետք է վերանայենք այն, ինչ որ պլանավորել ենք, հասկանանք արդյոք դա արդիական է, արդյոք ինչ-որ փոփոխությունների կարիք կա։ Գնալով առաջ, ուզում եմ ձեզ ներկայացնեմ HFA-ի օրինակը, Health for Armenia-ի տեսլականը եւ առաքելությունը։ Մեր առաքելությունը, այսինքն ինչ ենք մենք անում հիմա, ինչ ենք մենք անում որպես կազմակերպություն։ Առողջ Հայաստան հիմնադրամը կառուցում է դիմակայուն առաջնորդներ եւ համակարգեր Հայաստանի առողջապահությունը վերափոխելու համար։ Այսինքն դուք բոլորդ գիտեք, որ մենք աշխատում ենք հենց ձեր վրա որպես բժիշկ առաջնորդների եւ նաեւ մենք աշխատում ենք համակարգի վրա, որպեսզի համակարգը վերափոխենք։ Այսինքն դրանք են այն երկու քայլերը, հստակ քայլերը, որոնցով մենք առաջ ենք շարժվում։ Այսինքն դա մեր արած գործն է։ Իսկ ինչի ենք մենք ուզում հասնենք, այսինքն ուր ենք մենք գնում, դա արդեն մեր տեսլականն է, եւ այստեղ մենք ասում ենք, որ մենք պատկերացնում ենք մի Հայաստան, որտեղ բոլորը հասանելիություն ունեն բարձրորակ հիվանդակենտրոն առողջապահական համակարգի։ Հիմա ես կուզենայի, որ դուք նույնպես մտածեիք ձեր թիմի համար եւ ձեր թիմի հետ, ինչը կլիներ ձեր կլինիկայի կամ ձեր թիմի առաքելությունը ու տեսլականը։ Իհարկե սա սենց միանգամից անելիք չի եւ մենք մյուս շաբաթ, երբ քննարկենք այս ամենը, կունենանք հնարավորություն մի փոքր ձևավորելու այն պլանը, թե որով եք դուք կարող այս աշխատանքը առաջ տանել ձեր թիմի հետ։ Բայց կուզենայի, որ մտածեք այս թեմայի շուրջ եւ փորձեք արդեն պատկերացնել ինչը կարող է լինել ձեր թիմի առաքելությունն ու տեսլականը։ Okay, գնանք առաջ։
Եթե մենք նայենք հենց ոնց ենք մենք այդ թիմի հետ աշխատելու, այսինքն ինչպես ենք մենք ներգրավելու այդ թիմը, շատ կարևոր է հասկանալ, որ վերևից ներքև պլանը շատ դժվար է իրականացնելը։ Ընդհանրապես մարդիկ պաշտպանում են այն, ինչ իրենք են կառուցել, այսինքն այն, ինչ որ իրենցն է, եթե իրենք ոչ մի պատկանելիություն չեն զգում կամ չեն զգում, որ իրենցն է, շատ դժվար է իրենց ոնց որ որոշել, որ դրա հետևից գնալու են կամ այդ պլանը իրականացնելու են։ Ինչ տեսք ունենար այդ վերևից ներքև պլանը, այսինքն բժիշկ առաջնորդը ինքն է ձևավորում պլանը, թիմը ստանում է հրաման բժիշկ առաջնորդից, այդ դեպքում ստանում է ցածր ներգրավվածություն, քանի որ ասում են ինչ գործ ունես դու ինձ ասես ես ինչ ձևի պետք է մտածեմ եւ ինչով պետք է առաջնորդվեմ եւ իհարկե դիմադրություն փոփոխությանը շատ ավելի դժվար է որևէ քայլ, որևէ փոփոխություն ոնց որ առաջ տանել։ Հիմա եթե մենք այդ նույն բանն անենք համատեղ, ոնց որ որպես համատեղ ստեղծագործություն, այսինքն իրար հետ ստեղծենք այս տեսլականն ու առաքելությունը, մենք կկիսենք այդ ինչուն թիմի հետ, այսինքն ինչու ենք մենք այս ամեն ինչը անում, ինչի է սա կարևոր, ինչու մենք պետք է նստենք իրար հետ սրա շուրջ քննարկենք, եւ մեկ-մեկ դժվար է դա անել ինչ որ մարդկանց հետ, կան մարդիկ, ովքեր sense tennis դիմադրելու են դրան, բայց պատկերացրեք, որ առանց դրա հաստատ անհնարին կլինի, հատկապես այդ մի քիչ ավելի դժվար մարդկանց հետ։ Հարցնելով ուր ենք մենք ուզում հասնել, ինչով ենք մենք հպարտանում, ինչն ենք կարող ավելի լավ անել, մենք կարող ենք մեր թիմին ոգեշնչել, որ իրենք մտածեն այս հարցերի շուրջ, որ իրենք հասկանան ոնց որ գուցե ինչ որ փոփոխության կարիք կա կամ ինչ որ մի բան բարելավելու կարիք կա։ Անպայման պետք է լսեք ձեր բուժքույրերի եւ գործընկերների ձայնը, այսինքն եթե դուք աշխատում եք ամբուլատորիայում, որտեղ դուք տնօրեն եք ու դուք ունեք մի ուրիշ բժիշկ եւ ունեք բուժքույրեր, դուք պետք է լսեք նրանց ձայնը, եթե դուք աշխատում եք ամբուլատորիայում կամ կլինիկայում, որտեղ դուք մի քանի բժիշկներից մեկն եք եւ ունեք փոքր թիմ մի բուժքրոջ կամ երկու բուժքրոջ հետ կամ բկների բուժքրերի հետ, դուք պետք է նրանց հետ էլ անմիջապես աշխատեք եւ լսեք նրանց կարծիքը, նրանց ձայնը։ Եվ գտեք համաձայնություն, ինչ որ 1, 2, գուցե 3 նպատակների շուրջ եւ պատասխանատվություն հանձնարարեք, որպեսզի բոլորը ունենան եւ հասկանան իրենց դերը։ Այսինքն, եթե մենք ասում ենք, որ այս ամեն ինչը պետք է արվի եւ հետո ոչ մեկ դրա պատասխանատվությունը չի զգում, այսինքն մտածում են, որ սա այս ամենը բոլորը ձեր անելիքն է, իրենք գուցե նույնպես չհասկանան իրենց դերը, չհասկանան թե իրենք ստեղ ինչ կապ ունեն ընդհանրապես ու ինչ եք իրանց ներգրավել այս ամենում։ Դենց որ շատ կարևոր է, որ դուք իրենց էլ տաք այդ հնարավորությունը, որ իրենք հասկանան ու նույնիսկ ասած մի փոքր կարճ 30 րոպեանոց հանդիպումը կարող է սկսել այս ճանապարհը եւ ռազմավարական մտածողությունը այս շատ հստակ ու պարզ հարցի շուրջ, թե ինչ եք ուզում փոխել։ Մի փոքր օրինակ ձեզ պատմեմ, այս առաքելությունն ու տեսլականը HFA-ի, որ դուք նոր տեսաք, սա ինքնինստինկտյան չի ձևավորվել, նույնպես մենք աշխատել ենք մեր ամբողջ թիմով, համ HFA-ի թիմի հետ, համ HFA-ի հոգեբարձուների անդամների հետ, եւ ես կազմակերպել եմ երկու հստակ տարբեր օրեր, երբ մենք հնարավորություն ենք ունեցել քննարկել մեր տեսլականը, մեր պլանը, մեր ընդհանուր առաքելությունը, ոնց ենք մենք առաջ գնում, ինչի ենք մենք առաջ գնում, որ հարցերն ենք կարևորում եւ ինչն ենք կարևորում, որպեսզի կարողանանք հասկանանք արդյոք այս տեսլականը իրականում այն է ինչով մենք ուզում ենք առաջնորդվենք եւ արդյոք այն քայլերը, որոնք մենք անելու ենք, որպես մեր առաքելությունը ճիշտ է։ Եվ դա շատ օգնեց, որովհետև եթե ես ուղակի ինքս նստեի ու այդ ամեն ինչը գրեի, հետո թիմին ներկայացնեի ու հոգեբարձուների անդամներին ներկայացնեի, ասեի, էս է, իրենք ինձ հաստատ կասեին ոնց եղավ ու ինչի դու տենց որոշեցիր ու գուցե ունենայի դիմադրություն, գուցե այդ ներգրավվածությունը չլիներ եւ թիմի նվիրվածությունը նույնպես չլիներ մեր առաքելությանը եւ տեսլականին։ Okay, մյուս քայլերից մեկը, որը ես կառաջարկեի, որ դուք անեիք եւ մենք էլ ենք արել HFA-ում, դա SWOT վերլուծությունն է, որը ձեզ հնարավորություն կտա, որ դուք ավելի խորը հասկանաք ձեր հիմիկվա իրավիճակը։ SWOT-ը անգլերենում ասում է strengths, weaknesses, opportunities and threats, հայերենով թարգմանվում է ուժեղ կողմերը, մեր թույլ կողմերը, մեր հնարավորությունները եւ մեր սպառնալիքները։ Եթե ես մի փոքր ներկայացրել եմ սա առաջ, բայց հիմա մի քիչ ավելի խորը կբացատրեմ, թե սա ինչի համար է։
Երբ որ մենք նայում ենք մեր ուժեղ կողմերին եւ թույլ կողմերին, մենք հասկանում ենք, թե որտեղ մենք աշխատելու տեղ ունենք եւ որտեղից մենք կարող ենք մեր ոնց որ ինչի վրա կարող ենք հիմնվենք, որպեսզի առաջ գնանք։ Այս ամենը հաշվի առնելով, սա ներքինն է, մենք նաև պետք է նայենք մեր դրսի իրավիճակին, այսինքն ինչ հնարավորություններ մենք ունենք դրսից եւ նաև ինչ սպառնալիքներ կան մեզ որպես կազմակերպություն, մեզ որպես թիմ, մեզ որպես, չգիտեմ, անձ, թեկուզ, եթե դուք անձնականով եք նայում։ Բայց ընդհանուր առմամբ սա անում են կազմակերպությունների եւ թիմերի համար։ Հիմա նորից ձեզ ներկայացնեմ Health for Armenia-ի օրինակը, որ դուք հստակ պատկերացնեք։ Նայեք, սա մեր օրինակն է։ Իհարկե սա շատ համառոտ է, մենք շատ ավելի խորը վերլուծություն ենք արել, բայց ուզում եմ ձեզ մի փոքր ներկայացնեմ, թե ինչ տիպի բաներ դուք կարող ա ուզենաք այստեղ գրել կամ ներկայացնել։ Առաջի հերթին մեր ուժեղ կողմերը։ Սփյուռքի մասնագետների փորձագիտական գիտելիքները, ֆինանսական կայությունը, որը մենք ունենք մեր դոնորների շնորհիվ, եւ շատ ուժեղ թիմ, ով պատրաստ է ոնց որ աշխատել եւ նվիրված է շատ Health for Armenia-ին եւ մեր առաքելությանը։ Մեր թույլ կողմերը դա արդեն մեր կազմակերպության տեսանելիության բացակայությունն է, այսինքն շատ քիչ մարդիկ գիտեն Health for Armenia-ի մասին եւ մենք կուզենայինք դա ավելի բարելավել։ Դիվերսիֆիկացված ֆինանսավորման բացակայությունը, այսինքն մեր ֆինանսները մեծ մասամբ գալիս են մի երկու ուրիշ հիմնադրամներից եւ մենք կուզենանք, որ մեր ֆինանսները մի քիչ ավելի դիվերսիֆիկացված լինեն, այսինքն տարբեր տեղերից կան, որ մենք այդքան հիմնված չլինենք հենց մենակ այդ մի դոնորի ասենք բանին իրանց հույսին չմնանք sense կոպիտ ասած։ Եվ օրինակ ՇՄԶ կրեդիտավորման բացակայությունը, որտեղ մենք գիտենք, որ եթե բժիշկները ունենային նաև դրա հնարավորությունը, մի քիչ կարող է ավելի մեծ պատրաստակամությամբ որոշեն միանալ ծրագրին։ Ինչ հնարավորություններ մենք ունենք։ Մենք ունենք հնարավորություն ընդլայնվելու այլ մասնագիտական ոլորտներում, այսինքն առաջնային օղակի այլ մասնագիտություններում, թեկուզ բուժքույրերի, թեկուզ պեդիատրների եւ ուրիշների ոնց որ մակաբուժերի ոլորտներում։ Մեր ունենք բժիշկ առաջնորդների աճող համայնք եւ դա շատ կարեւոր է, որտեղ այդ համայնքն է, որ փոփոխություն է ստեղծելու մեր համակարգում եւ մենք կարող ենք ընդլայնել մեր համագործակցությունը առողջապահության նախարարության հետ։ Մենք գիտենք, որ իրենք պատրաստակամ են եւ ուզում են դա անել, հենց որ մենք ունենք այդ հնարավորությունը նույնպես։ Բայց միևնույն ժամանակ ունենք սպառնալիքներ, այսինքն ուրիշ խնդիրներ, որոնց առնչվում ենք։ Առաջի հերթին դա անկայուն քաղաքական իրավիճակն է։ Բոլորդ գիտեք, որ մեզ սպասում են ընտրություններ եւ շատ հնարավոր է, որ այդ ընտրություններից հետո ինչ որ փոփոխություն լինի քաղաքական իրավիճակում, թեկուզ եւ եթե նույնիսկ նույն կառավարությունը մնա, գուցե ինչ որ փոփոխություն լինի օրինակ առողջապահության նախարարությունում կամ ընդհանուր ռազմավարության կամ քաղաքականության փոփոխություն լինի, որտեղ ընտրությունները մեծ մասամբ բերում են դրան։ Երկրորդը դա փոքր աշխատուժի եւ բժիշկների ընտրությունն է, քանի որ մենք գիտենք, որ շատ քիչ մասնագետներ կան, ովքեր լիարժեք հասկանում են մեր տեսլականը եւ առաքելությունը, լիարժեք պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ եւ նույնպես ձեր պես ոնց որ առաջնորդի պոտենցիալով բժիշկները նույնպես շատ քիչ են, հատկապես ընտանեկան բժիշկների ցանկում, հատկապես նրանց, ովքեր ուզում են աշխատել Հայաստանի մարզերում։ Ու դա մեր համար շատ մեծ խնդիր է եւ նաեւ ինչու ոչ սպառնալիք, հա։ Եվ իհարկե հիմնադրամների ընդհանուր ֆինանսավորման կրճատումը, քանի որ այս վերջերս Ամերիկայի քաղաքականության փոփոխության պատճառով, ասենք USAID կրճատումները, ուրիշ տարբեր հիմնադրամների կրճատումների պատճառով հիմա շատ ավելի դժվար է հայթայթել ֆոնդեր եւ գումար ընդհանուր առմամբ այս տիպի աշխատանքի համար։ Ուզում եի ձեզ ներկայացնել դա, որ դուք պատկերացնեիք, թե ինչ է դա նշանակում, այսինքն սա HFA-ի SWOT վերլուծությունն է իհարկե, բայց դուք նույնպես կարող եք սա իրականացնել ձեր թիմի համար եւ նույնպես ձեր կազմակերպության համար, եթե դրա ղեկավարն եք։ Եվ նաև ինչու ոչ կարող եք առաջարկել ձեր ղեկավարությանը, եթե ուզում եք, որ այս վարժությունը իրար հետ անեք։ Մի ուրիշ բան նաև որ կուզենայի ձեզ հիշեցնել, այն է որ դուք նաև կարող եք այս process-ը օգտագործել ձեր նախագծերի համար, համայնքային նախագծերի համար, երբ արդեն իսկ ձևավորեք ձեր թիմը եւ սկսել որոշեք խնդիրը եւ սկսեք աշխատել դրա վրա։ Չեմ ասում հենց հիմա, բայց եթե դուք այս process-ը անեք ձեր թիմի համար,
ի սկզբանե ձեր կլինիկայում, գուցե կարողանաք այդ նույն process-ը նաև օգտագործել ձեր նախագծի շուրջ եւ մենք կաջակցենք ձեզ դրա հետ կապված նույնպես, բայց ուզում ենք սա ձեզ տալ որպես գործիք, որը կարող եք օգտագործել տարբեր տեղերում, ոլորտներում, process-ներում։ Okay, գնանք առաջ։ Լավ, արեցինք դա, հասկացանք մեր խնդիրները, հասկացանք մեր ուժեղ եւ թույլ կողմերը։ Ինչն է մյուս քայլը։ Մյուս քայլը դա արդեն ստեղծելն է թիմային պլան, այսինքն հասկանալ, թե ոնց եք դուք առաջ գնում։ Դրա համար մենք պետք է ունենանք մեր նպատակները։ Մայնեն անցյալ շաբաթ խոսեց ձեր նպատակների եւ դրա հետ կապված ոնց որ կարևոր գործողությունների եւ արդյունքների մասին։ Սա նույնպես ոնց որ դրա շարունակությունն է, բայց ես ուզում եմ, որ դուք մի քիչ ավելի գործնականի առումով սրա մասին սկսեք մտածել եւ սկսեք մտածել, այսինքն ձեր տեսլականը որն է եւ դրա հիման վրա ինչ նպատակներ դուք կարող եք առանձնացնել ձեր թիմի հետ միասին եւ համատեղ, որպեսզի կարողանաք ստեղծել հստակ պլան, հստակ նախագիծ, պլան, թե ինչ քայլերով եք առաջ գնալու։ Եվ հիմա ասենց քիչ-քիչ փոքր օրինակներով ձեզ ցույց կտամ, թե ինչի նկատի ունեմ։ Նորից Health for Armenia-ի օրինակով։ Հիմա մենք ասացինք, որ մեր տեսլականն է, որ ունենանք մի Հայաստան, որտեղ բոլորը հասանելիություն ունեն բարձրորակ հիվանդակենտրոն առողջապահական համակարգին։ Ոնց ենք մենք պատկերացնում դա Health for Armenia-ում։ Մենք պատկերացնում ենք, որ մենք պետք է ունենանք 3 նպատակ, ունենք 3 նպատակ։ Առաջինը դա առաջնորդելն է, այսինքն մենք ուզում ենք ձևավորել տեսլական ունեցող առաջնորդների, ձերպես, եւ առաջնային օղակի առաջատարների աճող խումբ, այսինքն այն մարդկանց, ովքեր հետո դառնալու մեր շրջանավարտները, որոնք կդառնան Հայաստանի առողջապահական համակարգում փոփոխությունների կատալիզատորներ, այսինքն դուք եք այդ ամեն ինչը առաջ տանելու որպես շրջանավարտներ եւ առանց ունենալու այդ խումբը, մարդկանց աճող խումբը, մենք այդ փոփոխությունը չենք տեսնում Հայաստան։ Երկրորդը դա կամուրջ կազմելն է։ Այսինքն մենք պատկերացնում ենք, որ մենք կարող ենք խթանել համագործակցային առաջնորդությունը եւ տվյալահեն քաղաքականության մշակումը, ինչպես նաեւ հանդես գալ կամուրջ բուժ աշխատողների եւ քաղաքականություն մշակողների միջև։ Այսինքն ձեր միջև եւ այս մեր քաղաքական գործիչների, իշխեմ առողջապահության նախարարության, վարչության պետերի եւ այլն տիպի մարդկանց հետ, որպեսզի Հայաստանի առողջապահական համակարգը զարգացնենք ու այդ կարիքների հստակ զարգացող կարիքները բավարարենք։ Այսինքն մենք գիտենք, որ շատ մեծ բաներ են փոխվում AI-ից սկսած, հա, մինչև այսինքն արհեստական բանականությունից սկսած, մինչև քաղաքական փոփոխություն եւ ուրիշ բաներ, որոնք մենք տեսնում ենք, որ առնչվում ենք դրանց հետ, մենք գիտենք, որ մեծ փոփոխություններ են գալիս եւ մենք ուզում ենք, որ մենք ունենանք ինչ որ հստակ հնարավորություն, որ այդ փոփոխությանը դիմադրենք կամ այդ կարիքները հոգանք։ Եվ վերջինը իհարկե դա փոփոխելն է։ Մենք ուզում ենք համախմբել Հայաստանի առողջապահության ոլորտի շահագրգիռ կողմերին համատեղ շարունակական ստեղծարար ցիկլի մեջ, այսինքն հնարավորություն տանք, որ բոլորը կարողանան իրար հետ աշխատեն ավելի արդար, ներառական եւ արձագանքող առողջապահական համակարգ ստեղծելու համար, որի անկյունաքարը կանխարգելումն է։ Սա մի քիչ շատ խորը, ես կասեի, նկարագրումն է, թե մենք ինչ ենք անում որպես կազմակերպություն։ Դուք ավելի շատ առնչվել եք այս առաջինին, այսինքն առաջնորդելուն, եւ դրա համար ես այսօր կկենտրոնանամ հենց այս քայլի վրա, որպեսզի ձեզ ցույց տամ հենց ինչ մենք նկատի ունենք, բայց կարծում եմ կարևոր է, որ դուք նույնպես հասկանաք, թե մեր կազմակերպությունը ինչի է ուզում ի վերջո հասնի։ Okay, վերցնենք հենց այս առաջնորդելը, այս առաջինը եւ մենք միշտ խոսում ենք նրա մասին, որ մենք ուզում ենք ձևավորել այս տիպի առողջապահության առաջնորդների նոր սերունդ, եւ ես ուզում եմ արդեն ձեզ ցույց տալ գործողությունների պլանը, այսինքն action plan անգլերեն մենք ասում ենք, ինչ դες դա կունենա, եթե մենք ասում ենք, որ մենք սենց բան ենք անելու, ասում ենք, որ ձևավորելու ենք նրանց, ոնց ենք դա անելու։ Հիմա մենք ասում ենք, որ մենք մի քանի ծրագիր ենք իրականացնում դրա համար, դրանցից մեկը առողջապահության առաջնորդության ծրագիրն է, մենք վերապատրաստելու ենք առնվազն 17 բժիշկ առաջնորդների,
մինչև մյուս տարվա վերջ, այսինքն 27 թվականի վերջ, մենք նաև հավաքագրելու ենք առնվազն 20 նոր բժիշկ առաջնորդների երրորդ սերնդի համար։ Դա անելու ենք մինչև այս տարվա նոյեմբերի վերջ։ Եվ այստեղ տեսնում եք ստատուսը, այսինքն մենք ինչ դիրքում ենք այս պահին, սկսել ենք, չենք սկսել, պրոգրեսում, այսինքն առաջ է գնում թե ոչ, վերջնաժամկետը, երբ ենք մենք պատրաստում դրան հասնել, եւ իհարկե պատասխանատու անձը, ով է դա անելու եւ երբ։ Մյուսը դա ԱԱԾ շրջանավարտների ծրագիրն է, առաջի հերթին զարգացնել այդ շրջանավարտների ծրագիրը եւ երկրորդը դա ստեղծել առաջնորդության ուղիներ բժիշկ առաջնորդների համար։ Սրանք մի քիչ ավելի սենց բաց գործողություններ են, որոնք ավելի ծավալուն պետք է դարձնենք եւ ավելի հստակ պետք է դարձնենք, ոնց որ տեսնում եք, սրանք այդքան էլ smart չեն, չնայած ինքը ավելի շատ ոչ թե գործողություն է, ինչքան բան է, milestone է, այսինքն մի քայլ, որին պետք է հասնենք, հեսա ճիշտ բառը կհիշեմ, կասեմ։ Okay, հիմա կուզենամ ուղղակի, որպեսի դուք հստակ հասկանաք, թե ինչի մասին է խոսքը, վերցնել սրանցից մեկը, վերցնել հենց հավաքագրելու պահը, որովհետև դուք շատ ծանոթ եք այդ process-ին, ծանոթ եք նաև թե ոնց ենք այս ամեն ինչ արել ձեզ հետ, եւ կարող եք պատկերացնել, թե ոնց ենք մենք առաջ գնալու, որպեսի դա անենք։ Ամեն այս քայլերի համար մենք մշակում ենք ինչ որ ժամանակացույց եւ նշաձողեր, նշաձողն է milestone-ը, այսինքն նշաձողերը, ինչ մեծ ոնց որ արդյունքների մենք պետք է հասնենք այսինչ ժամանակի ընթացքում։ Հիմա մենք ասում ենք, որ մենք պետք է հավաքագրենք առնվազն 20 նոր բժիշկ առաջնորդների երրորդ սերնդի համար։ Ոնց ենք մենք դա անում։ Մենք ստեղծում ենք փոքր նշաձողեր մեր թիմերի համար, որպես մոտիվացիա, որպես հաշվետվողականություն եւ ճկունության կետեր։ Այսինքն իրանք գիտեն, որ այս պահին պետքա այս կետին հասնեն, այս պահին պետք է ուրիշ կետի հասնեն։ Օրինակ, մենք գիտենք, որ հունվարին մենք պետք է մշակենք հավաքագրման պլան։ Դա արվել է։ Մարտին մենք պետք է մեկնարկենք հավաքագրման արշավը։ Հետո պետք է արդեն հանդիպումներ կազմակերպենք շահագրգիռ կողմերի հետ եւ վեբինարներ նույնպես։ Այստեղ typo կա, մի քիչ սխալմունքով ա գրած շահագրգիռը, բայց դե ոչինչ, դուք ինձ կհասկանաք։ Պոտենցիալ բժիշկների գնահատման ընթացք պետք է տանք, այսինքն իրենք պետք է անցնեն այդ գնահատման տարբեր փուլերը, օգոստոսին արդեն պետք է գնահատում անենք, հոկտեմբերին վերջնական որոշումներ եւ կոնտրակտները պետք է կազմենք եւ իհարկե նոյեմբեր-դեկտեմբերին արդեն մեր առողջապահության ակադեմիան է, որը վերջին քայլն է այս հավաքագրման process-ում։ Հիմա այս ամբողջ process-ի ընթացքում մենք նաև պետք է գնահատենք եւ նշենք մեր ձեռքբերումները, այսինքն եթե ինչ-որ մի քայլը արել ենք, մենակ մշակել ենք հավաքագրման պլանը, մենք նշում ենք այն, ասում ենք, օքեյ, մենք հասանք արդեն այս նշաձողին, շատ լավ է, ասենք թիք ենք դնում, ասում ենք, որ հասել ենք դրան, ցիչկա ենք դնում։ Նույնը ամեն քայլի հետ, որովհետև դա օգնում է մեր թիմին, մենք մոտիվացիա ենք, չէ՞, զգում, երբ որ ինչ-որ քայլը ստացվում է, ինչ-որ բանը ստացվում է, մենք դրանից ինչ-որ մոտիվացիա ենք ստանում։ Հետո մենք նաև փորձում ենք հասկանալ արդյոք ճիշտ ուղու վրա ենք, այսինքն եթե մենք այս process-ի ընթացքում մայիսին օրինակ հասկանում ենք, որ մեր հավաքագրումը այդքան էլ լավ չի առաջ գնում, գուցե մենք պետք է փոխենք ինչ-որ մի բան մեր process-ի մեջ, որ ինքը առաջ գնա եւ ավելի ճիշտ առաջ գնա։ Հենց որ մենք դրա մասին ենք մտածում եւ եթե կարիք ա լինում, փոփոխում ենք, եթե պայմանները փոխվել են։ Շատ օրինակ կարող է ինչ որ քաղաքականություն փոխվի, որտեղ օրինակ թերապևտները հիմա կարող են աշխատել որպես ընտանեկան բժիշկներ։ Դա նշանակում է, որ գուցե մենք որոշենք ներգրավել թերապևտներին նույնպես մեր ծրագրում, բայց դա արդեն այդ պահին ժամանակին որոշում կայացնելու ոնց որ պահ է, այդ ժամանակին պետք է որոշենք։ Okay, հիմա հասկացաք արդեն, թե ինչի նկատի ունենք, երբ որ խոսում ենք ինչ-որ ժամանակացույցի մասին։ Դուք նույնպես կարող եք այսպիսի մի բան կազմել ձեր թիմի համար, պատկերացնել, օրինակ, մենք ուզում ենք հասնել, չգիտեմ, ինչ-որ ավելի լավ բարելաված պլանի, բարելաված կետի մեր կազմակերպությունում, ինչ-որ ավելի լավ process ստեղծել, օրինակ, մարդկանց
ընդունելության օրինակ շուրջ, երբ են գալիս, որ ժամին են գալիս, նախապես գրանցվում են, չեն գրանցվում եւ այլն, եւ դրա համար այսինչ կետեր ենք ունենալու եւ այսինչ նշաձողեր ենք ունենալու, որպեսզի հասնենք դրան։ Հիմա կուզենամ մի քիչ ավելի խորը ձեզ ցույց տամ, թե այս նշաձողերը ոնց են արդեն դառնում տեսլականից դեպի արդյունք, դեպի ձեր OKR-ները, որի մասին խոսել եք Մարինեի հետ անցյալ շաբաթ։ Այսինքն մենք խոսում ենք էլի հավաքագրելու մասին առնվազն 20 նոր բժիշկ առաջնորդների երրորդ սերնդի համար, հա, եւ հիմա մենք վերցնում ենք այս նշաձողերը, նպատակ, որը ես նշել եմ որպես նպատակ, այսինքն նշաձողը նպատակ կարող եք ոնց որ դրանց համատեղել։ Այսինքն մենք ասենք, որ մշակելու ենք հավաքագրման պլանը, մենք ասում ենք, թե դրա կարևոր արդյունքը որն է, կարևոր արդյունքը մշակած արդեն հավաքագրման պլանը ունենալն է, դա արդեն արված է եւ պատասխան դումարտով դա արել է, դա Արևիկն է մեր թիմից։ Հետո մենք ասում ենք, որ մենք պետք է մեկնարկենք հավաքագրման արշավը։ Դրա կարևոր արդյունքները արդեն կլինեն, որ մենք արել ենք օրինակ 4 տարբեր post-եր մեր սոցցանցերում, որտեղ մենք մեկնարկել ենք, ասում ենք, որ մեկնարկում ենք արդեն հավաքագրումը, մենք ունենք, ասենք, պաստառներ, որոնք տարածել ենք տարբեր համալսարանների մոտ, մենք ունեցել ենք 3 լրատվական հարցազրույց, օրինակ, որոնք ես եմ արել, որտեղ մենք ասել ենք, որ ծրագիրը մեկնարկում է եւ դուք կարող եք արդեն իսկ դիմել։ Եվ մենք ասում ենք, որ այդ ամենը պետք է արվի մինչև մարտի վերջ, ասենք, ու դրա պատասխանատուն Անուշն է մեր թիմից, որովհետև ինքն է մեր հաղորդակցման պատասխանատուն եւ ղեկավարը։ Մյուս քայլը եւ մյուս նպատակը դա արդեն հանդիպումներ են շահագրգիռ կողմերի հետ եւ վեբինարներն են, ինչ ենք մենք ակնկալում ստեղ, հանդիպումներ AI եւ HPP-ի հետ, 3 վեբինարներ տարբեր մասնակիցների հետ, 3 առերես հանդիպում մասնակիցների հետ նույնպես, օրինակի համար։ Սրանք հստակ չեն, բայց ես օրինակի համար ստեղ գրել եմ, որ դուք պատկերացնեք, դրանց պատասխանատուն Ռուբինան է, որովհետև ինքն է անելու այս հանդիպումները, ինքն է մեծ մասամբ խոսելու այս վեբինարների եւ առերես հանդիպումների ժամանակ, որպեսզի բացատրի, թե ինչի ենք հասել։ Եվ մյուս քայլը պոտենցիալ բժիշկների գնահատման ընթացքն է։ Մենք պատկերացնում ենք, որ պետք է ունենանք առնվազն 50 դիմում, դրանցից 30-ը պետք է անցնեն գնահատումը, 20-ը պետք է սկսեն ակադեմիան եւ ծրագիրը եւ առնվազն 15 շրջանավարտներ պետք է ունենանք, ովքեր կավարտեն ծրագիրը։ Դրա պատասխանատուն Արևիկն է եւ դա պետք է արվի մինչեւ հոկտեմբերի 31-ը, որպեսզի մենք կարողանանք ակադեմիան արդեն սկսենք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Սրանք բոլոր քայլերը չեն իհարկե, բայց ես ուղղակի ուզում եի ձեզ ոնց որ ակնհայտ ցույց տալ, թե այս նշաձողերի ոնց որ քայլերի շուրջ, թե մենք ոնց ենք կարող ավելի հստակ արդյունքներ ակնկալենք եւ այդ արդյունքները ոնց որ հետևենք, որ այդ արդյունքներին հասել ենք։ Դուք նույնպես կարող եք ձեր թիմի համար որոշել, որ օրինակ մինչեւ մարտի չգիտեմ քանիսը դուք ունենալու եք մի փոքր արշավ, որտեղ բոլոր մարդկանց բացատրելու եք, որ այսուհետ բոլոր հանդիպումները պետք է լինեն հեռախոսազանգով եւ արդեն դրանից հետո կորոշվի երբ հանդիպումը լինելու եւ իրանք կգան իրենց ժամանակին եւ այդ բոլոր հանդիպումները օրինակ լինելու են ժամը 2-ից հետո։ Հետո դուք արդեն կարող եք մտածեք նրա շուրջ, որ ստեղծեք օրինակ այդ հանդիպումը այդ ունենակ այդ հանդիպումների ասենք այս ինչ տոկոսը բոլորը բանով են արդեն նախապլանավորված հանդիպումներ են եւ ոչ թե մարդիկ ուղղակի գալիս են ձեր կլինիկա ու ձեր դուռը թակում են։ Եվ այլն։ Դուք կարող եք արդեն որոշել թե ձեր պլանի այս կետի ենթակետերը որոնքն են։ Այս ենթակետերը շատ կարևոր են, որտեղ եթե դուք չպատկերացնեք հստակ, թե դուք ինչի եք ուզում հասնեք, շատ դժվար է այդ արդյունքին հասնելը։ Ես ուզում եմ, որ դուք տեսնեք, որ մեր թիմում մենք այս ամեն ինչը քայլ առ քայլ ու շատ մանրամասն պլանավորում ենք, ու այս ամենը սենց ուղղակի չի ստացվում։ Համոզված եմ, որ դուք կասեք, բայց դուք մեծ թիմ եք, մենք ընդհանրապես ունենք, ես եմ ու իմ բուժքույրս է, ինչի համար այսքան բան անենք։ Պատկերացրեք, որ ես ու Ռուբինան երկու հոգանոց թիմ էինք, ովքեր նույնպես ունեին այս ամեն ինչը, այս բոլոր պլանները եւ այս ոնց որ չափանիշները, որով մենք իմանում ենք, որ մենք ինչ որ բանի հասել ենք կամ չենք հասել։ Եվ մենք ընդհանրապես երկու հոգանոց թիմ էինք։ Եվ մենակ այդ կազմակերպվածության շնորհիվ մենք կարողացել ենք հասնել այն կետի, որ հիմա արդեն 9 հոգանոց թիմ ենք,
որը շարունակում է աճել եւ շարունակում է ծրագիրը ոնց որ բարելավել եւ մեծացնել նույնպես։ Հենց որ հաշվի առեք դա։ Եվ վերջին ուզում եմ ձեզ հիշեցնել, որ սա պլանավորման ցիկլ է, այսինքն մենք չենք խոսում ռազմավարական պլանավորման մասին որպես միանգամյա ինչ-որ գործողություն, մենք խոսում ենք նրա մասին որպես կանոնավոր ռիթմ, որը ձեր թիմն ապրում է, այսինքն մենք սկսում ենք պլանավորելուց, հետո մենք գործում ենք, մենք իրականացնում ենք այդ պլանը, հատկացնում ենք ռեսուրսներ, որպես դա իրականացնենք, եւ այդ process-ի ընթացքում մենք նաեւ վերանայում ենք նայում ենք, ստուգում ենք մեր նշած ուղերը, նայում ենք հասել ենք դրանց թե ոչ, հասկանում ենք կատարողականը եւ եթե կարիք ա լինում ճշգրտում ենք ըստ արդյունքների եւ փոփոխություններ ենք ստեղծում, վերափոխում ենք մեր պլանը, որպեսզի հասնենք մեր իսկական հենց արդյունքներին, որոնց ուզում ենք հասնել։ Այսինքն եւ հետո նորից վերադառնում ենք, եթե մեզ պետք է վերադառնալ, այդ ցիկլը շարունակվում է, այսինքն մենք նորից պլանավորում ենք ըստ նոր պլանների, արդյունքների, փոփոխությունների եւ նորից գործում ենք, վերանայում ենք եւ այլն եւ այլն։ Սա ձեզ համար նոր կոնցեպտ չի, իհարկե մենք որակի բարելավման նախագծերի ժամանակ էլ ենք սրա մասին խոսել, ուղղակի հիշեցնում եմ, որ այստեղ էլ այդ նույն տրամաբանությունը գործում է։ Եվ վերջի կետը, որ ուզում եմ նշեմ, այն է, որ մյուս շաբաթ, երբ մենք խոսենք սրա մասին, ես ուզում եմ, որ դուք նաև մտածեք ձեր կլինիկայի եւ ձեր թիմի համար, ինչ է սա նշանակում, այսինքն որն է ձեր թիմի առաքելությունը, որը կարող է լինել ձեր թիմի առաքելությունը, ինչու դուք գոյություն ունեք որպես թիմ, ինչի պետք է հասնեք, ուր եք ուզում հասնել այս տարի, առաջիկա 12 ամսվա ընթացքում, ինչ փոփոխություն եք ուզում տեսնել եւ ոնց եք ուզում այդ ամեն ինչը իրականացնել եւ ոնց եք կարող ինչ-որ մի տեղ նպատակ ստեղծել, պլանավորել, որով դուք կարող եք բոլորդ առաջ գնալ։ Մենք այս ամենը մի քիչ ավելի խորը կքննարկենք եւ քննարկենք ոնց եք դուք կարող դա իրականացնել ձեր անհատական թիմերում եւ անպայման ինչ-որ մի պլան կստեղծենք։ Մի քիչ ամփոփեմ, ինչի մասին մենք խոսեցինք, այն հիմնական եզրակացությունները, որոնք ուզում եմ, որ դուք հիշեք, դա այն է, որ ռազմավարական պլանավորումը բոլոր չափսերի թիմերի համար է, այսինքն կապ չունի դուք փոքր թիմ եք, մեծ թիմ եք, կազմակերպություն եք, թե փոքր կլինիկա եք, մեկը ինքը կարող է ձեզ համար շատ օգտակար լինել։ Այն, որ հստակ առաքելություն եւ տեսլական ունենալը, դա ուղղության կողմնորոշիչ է եւ օգնում է ձեզ հասկանալ, թե դուք ուր եք գնում, ինչու եւ ոնց եք կարող այդտեղ հասնել։ Շատ կարևոր է ներգրավել ձեր թիմը եւ այդ պատկանելիության զգացումը իրոք ծնում է հավատարմություն եւ դուք կարող եք դրա հիման վրա ոնց որ առաջ տանել այս ամեն ինչը, որտեղ ձեր թիմը կհավատա ձեզ եւ կհասկանա իր դերը այս ամեն ինչում։ Գործողությունների պլան ունենալը եւ նշաձողեր ունենալը ձեր տեսլականի իրականություն դասնելու հնարավորություն է տալիս, որովհետեւ մենակ այդ ամենը ունենալով դուք կարող եք իրականում պատկերացնել, թե ինչ է դες անհրաժեշտ, որպեսզի այս ամեն ինչը կարողանաք իրականացնել։ Եվ իհարկե վերջում այնը, որ պլանավորումը ռիթմ է եւ ոչ թե մեկ անգամյա ինչ-որ կատարվող գործ, հենց որ հիշեք դա, շարունակեք վերափոխել, վերանայել ձեր պլաները եւ շարունակական աշխատել դրանց վրա։ Okay, ժամանակն է գործել, հուսով եմ, որ բոլորդ այս ամենը կհիշեք մեր մյուս հանդիպման ժամանակ, որպեսզի մենք ավելի խորը կարողանանք այս բոլոր թեմաները քննարկենք։ Մերսի շատ, մինչ մյուս հանդիպում։